Այո, ոչինչ չի համատվի խաղաղ ամառային օրվա հետ, պախապախա կղզում։ Իրոք, Երանի այստեղ հավերժություն մնայինք։ Այստեղ ես քեզ հետ համաձայն չեմ։ Դու կարծես մոռացել ես, որ մենք փոքր գործ ունենք, հզոր հանձնարարությունից։ Ախ, այդ գիտեմ, մենք պետք է այդ սուրբ գրքի իմաստությունը տարածենք ողջ կղզով մեկ, սակայն մենք այն պետք է անենք անհապաղ։ Իհարկե, դու միակն էիր, որ ցանկացար գնալ այդ վտանգավոր գործին, խնդրել գիրքը կորսված քաղաքում, իսկ երբ արդեն այն մենք գտել ենք, դու ցանկանում ես նահանջել, նրանց ինչ որ պարտավոր ենք անել, այո։ Ոչ։ Հիշիր աղջիկս, արկածները հետարքի են, սակայն դրանց հետ կա նաև պատասխանատվություն։ Օգուտը ոչ միայն քոնն է, այլ նաև քո շրջապատողներինը։ Ահա մի աղջիկ էր ապրում, շատ անվախ էր նա, ուղղությունը գտավ և ճանապարհ ընկավ, այո, չվախեցավ և գնաց։ Նրան դժվար էր հասկանալ, ինչպես գնալ և որոնել, եթե ճիշտ ես գնում, ինչ փնտրես դու կգտնես, այո։ Если правильно идешь, что ищешь, то найдешь. Да, что ищешь, то найдешь. Այդ իմ մասին է։ Դե իհարկե, լինում են հոգնեցուցիչ երկար ճանապարհներ, էլի, սակայն սկիզբը արվել է, դու վերջինին հասի։ Ճանապարհը հեշտ չի, դժվարություններ կան, սակայն կամքը քոնն է, դու ճիշտ որոշի, մտածի և որոշի, այո, էլի, ճիշտը որոշի, ահա այսպես, դե էլի, հիմա հասկանում ես, ինչ պետք է անել։ Подумай и реши, да, Элли, правильно все реши. Во как Դե завидела. էլի, հիմա հասկանում ես։ Ну, Элли, теперь ты понимаешь, что нужно делать? Այո, կապիտան, շնորհակալություն։ Բացի այդ, բարի լուրը ինքն իրեն հետաքրքիր արկածներով լի է։ Ինքդ էլ չէի ցանկանա այն բաց թողնել, թե այդպես չէ։ Ոչ, կապիտան, անգամ մի ակնթարթ մի կասկածեք։ Այ հիմա ես ճանաչում եմ առաջվա Էլին, որին գիտեմ եւ սիրում եմ։ Արի բարձրացնենք մեր արագաստը եւ անցնենք գործի։ Դե ինչ կասես։ Արի, ով շուտ կհասնի իտալական սրճարան, նա էլ կանցնի գործը։ Կանգնիր, այդ ինչ ես առաջարկում։ Դու մոռացել ես, որ ես փայտից ոտք ունեմ։ Եվ այսպես իմ փոքրիկ Ֆլենչ, թվում է, որ մեր ահավոր կարգապահ և սուպեր կուլտուրական որոնողները չեն կարող հանգիստ ապրել միայնակ։ Գիրքը գտնելը դա դեռ բավարար չէ, հիմա էլ տարածեն բարի լուրը բոլորին, հիմար մտքեր։ Այո, բոս, ինչ անենք, քո միտքը չարժիր, մեզ պետք է նրանց հետևել, կապել, ձեթի մեջ կարմրացնել։ Ոչ, դրանք արդեն շատ խրթին են։ Լավ, դա մի կողմ, ինչ կինի, եթե մտածեիր, իսկ ինչ կինի, որ գցենք մեր մեքենա և պտտենք շատ դանդաղ։ Հետարքիր է, գերազանց է և ահավոր է, բայց այստեղ պակասում է չամիչը, Ֆրենչ։ Այո, ձերը տան խիղճ, վազդիր և իմացիր, ինչ ծրագրեր ունեն նրանք և վերադարձի շտապ, մեզ չի կարելի մեկ րոպե անգամ կորցնել։ Հիմա, բոս, ձերը ցողացող, կարելի ինչ-որ բան տանել նրանց տրորելու համար, հե։ Ոչ, եղավ։ Սպագետի, սալատներ, այլ խորտիկներ, պատվիրեցեք, անուշ, որքան այցելուներ, լուսաբացից սկսված, մարդիկ այս կղզում երբեք կքնեն։ Հանկագին վերմիշել, կարմրացած սոուսով և մսով, հրամայում եմ մտնել ձեր պատվիրատուի բերանը։ Մեկ րոպե, պինգվին, մինչ այդ ամենը կգնա մշակման ձեր մեջ, բացատրեք մի բան այս լուսատուին։ Լսիր, ես ոչ ոքի չեմ ասել, որ դու երազում ես տակտան մասին, էլ ինչի մասին պետք է խոսել սնունդի մասին։ Կամանց, ես դրա մասին չեմ, ես գրքի մասին եմ խոսում։
Օ, ոչ, բավական է, դու ինձ գիտես, ես հաջողություն եմ փնտրում, ոչ թե հեքիաթ պատմել։ Միլլեր, դու գիտես այդ պատմությունները հեքիաթ չեն։ Գիրքը նա մեզ կյանք է տալիս, հասկանում ես, եւ մեզ պետք է երջանկացնել ողջ կղզուն։ Ես գիտեմ, որ ամեն ինչ կստացվի միայն առանց ինձ, իսկ ես պետք է առաջ շարժվել։ Ձուկ շատ բռնել, որպեսզի իսկական գանձեր գտնեմ։ Իսկ ինչ կասես հզոր հանձնարարության մասին։ Դա շատ լավ առաջադրանք է, այդ ես եմ ասում, իսկ ես հիմա կուտեմ։ Ողջույն տղաներ, դե ինչ է համով է, շատ։ Դե ինչ ընկերներ, խումբը պատրաստ է մեկնելու այսօր կեսօրին։ Մեզ սպասում են հեռավոր երկրները, այնպես որ ինչ կա շուտ գնանք այնքան լավ։ Այո, կապիտան, սակայն մենք այստեղ մեծ խնդիրներ ունենք։ Միտլայի հետ, մեզ միտլա չունենք տախտակամածը լվալու։ Իմ այրս ասում էր մաքրությունը առողջության գրավական է։ Մեկ րոպե, ինձ լսի։ Հիտրի պինգվին, դու ոչ մի տեղ չես պատրաստում գնալու, ճիշտն ասա բոլորին։ Այո, ճիշտ է։ Դու չես գալիս։ Դե լավ, մի տխրեք, ինչ որ ավելորդություն, հասկանում եք, ավելի դու գիտեք, որ ես սիրում եմ անսովոր բաներ, պայծառ։ Ոչ, չի կարող պատահել։ Օ, ոչ, էլի, ես այդ չի ուզում ասել, ես ցանկանում եի ասել, որ ես ցանկանում եի ասել, թե ինչ։ Կարծես ինչ որ ցանկանում էիր ասել եւ ինչ ասում էիր միևնույն բանն է։ Մենք իզուր էինք ձեր վրա հույս դրել։ Բայց, օ, էլի։ Ես ձեր համար պատրաստել եմ ձեր սիրելի բլյուդը։ Լավիա դեժուրնը։ Անտանելի է, դու հասկանում ես, թե ինչ ես ասում, թե ոչ։ Կարևոր չի, նրանց սիրում եմ բոլոր անխտիր, թագավորները, պրեզիդենտները, այգեգործները, բոլորը գալիս են տարբեր վայրերից, որպեսզի վայելեն մեր ամենահամեղ բլյուդի գաղտնիքը, եւ այն ինձ երջանկացնում է, երբ ձեզ տեսնում եմ, միս Էլի, դե դա քեզ համար է, կեր, մինչև վերջին փշուրը։ Օ, ոչ։ Մամա միա։ Դարձյալ նորից նույնը, դու դեռ չես նորոգել այս քանդված սարքը, ոչ, նրան չի կարելի կպչել։ Փրկվեիք, ով կարող է։ Կերեք ինչ է։ Վերջ ինձ, բավական է դիմանալ այս անմտությանը։ Հիմա ես կանեմ այն, ինչ վաղուց պետք է անեի։ Օ, ոչ, միայն ոչ մեքենայի վերանորոգումը։ Ոչ մեքենայի վերանորոգումը։ Չփորձես սեղմել անջատիչը։ Այն իմ նորարարությունը կկործանի, ես պետք է նրան կանգնեցնեմ։ Վերջացեք կռվել ընկերներ, հենց հիմա վերջացեք։ Ջուզեպե, վերջացեք, անհապաղ։ Պետք է ասեմ, որ ձեր փոխարեն ամաչում եմ, չնայած ես այստեղ ամենափոքրն եմ։ Կներես միս Էլի։ Օ, օրիորդ ներեք ինձ, ուղղակի այս մորթե տոպրակը ցանկանում է փչացնել իմ մեքենան, որը մեզ փոխանցվել է արդեն քանի սերունդ, էլ ինչ կարող եմ անել, որ կարողանամ պահպանել մեր ցեղի բարի անունը։ Դու լրիվ կորցրել ես քեզ, ես գլխի եմ ընկել, այս քո ապարատը այնպես չի աշխատում, ոնց որ պետք է, ավելցուկները նետում է դուրս վնասելով շրջապատը, իսկ դու թույլ չես տալիս վերանորոգել նրան։ Այս մեքենան շատ լավ է, ինչպես իր ծննդյան օրը, սա հրաշք մեքենա է։ Վաղուց է ստեղծվել և դարձել է մեր ընտանիքի անդամներից մեկը։ Եվ եթե նրան մի բան պատահի, միևնույն չէ ինձ համար։ Այո,
Սկսիր մայրիկ։ Այս մեքենան իմ տատիկի տատիկինն է եղել։ Միևնույն զարմացրել է հյուրերին։ Եվ բոլոր հարևանները իմացել են, եթե մտնեն այստեղ, ավելի համեղ աշխարհում չես ճարի։ Մակարոններ, վերմեշիլներ, սպագետիներ, տեսակ ուտելիքներ, դուք կտեսնեք մեզ, միայն այստեղ, այնպիսի տեսականի, որ կարող եք ուտել։ Երբ շատ տխուր եմ ես, իմ սարքը ինձ հետ է։ Եվ եթե անգամ նա փչանա, իմ սերը նրա նկատմամբ կմնա նույնը։ Ես գիտեմ, որ նրան պետք է նորոգել։ Համբերատար ես սպասում եմ, այն գոռում է, բղավում է իմ գերեզքուհին, սակայն ինձ այնպիսին ավելի է դուր գալիս։ Նա ինձ համար միայն հին մեքենա չէ, նրան պահպանել են հարազատներս։ Իմ սիրելիին չեմ թողնի նեղացնեք, եթե մոտենակ, ես նրան կպաշտպանեմ։ Այս մեքենան իմ տատիս տատիկինն է եղել։ Անկրկնելի, մենյուով հյուրասիրել է պապս հյուրերին և բոլոր հարևանները իմացել են, որ մեզ մոտ մտնեն, ավելի համեղ ոչ մի տեղ չես գտնի, օ իմ մեքենա, իմ գեղեցկուհի, հրաշալի մեքենա ողջ աշխարհում չես գտնի։ Հիմա դուք գիտեք ողջ պատմությունը մեր մեքենայի։ Դուք տեսնում եք, նրա մեջ ոչինչ չի կարելի փոխել, նա մանավանդ, քեզ նման գազազատին։ Բոլոր թաքնվեք, նա հիմա կպայթի։ Հեյ, անպետք, այդ դու էր փչացրեցիր իմ սիրելիին, այլևս չկա նա, ես այստեղ կապ չունեմ, եթե դու գոնե մեկ անգամ տայիր վերանորոգման, այդ ժամանակ ես, սպասեք, դուք ձեզ կորցրել եք, հիմարություն մեկ անի, այ քեզ բան, եթե այսպիսի մի բան պատահի իմ նավին, ծայրահեղ դեպքում սրանից վատը չի լինի։ Հեյ, իսկ ուր է Միլանը։ Հետարքիր է։ Միթե նա։ Ոսկի, արծաթ, գանձեր։ Միլըրդ, վերադարձիր։ Քանի իմ պարավին չես խորտակել։ Առանց պանիկայի, ես շուտով կվերադառնամ։ Կտեսնվենք ընկերներս։ Ահա, ինչ անենք հիմա։ Դե քիթդ մի կախի, ես կհետևամ այդ թռչունին, նա ձկնկուլ է, ոչ պինգվին, այ քեզ բան։ Միշտ ապիր ընկերս, հուսով եմ, որ չես առարկի, որ շատ խմբով ճանապարհ ավելի կարճ է, ոչ մի դեպքում հարազատս իջիր։ Ես աղոթում եմ, որ իմ մանուկս վերադառնա անվնաս, ես այնպիսի զգացմունք ունեմ, ինչպիսի, կարծես ես նրան տեսնում եմ վերջին անգամ, մի հուսահատվի կապիտան, հավատում եմ, Ֆերնանդոն կաշխատի ամեն ինչ կարգավորել, ճիշտ է Խոքս, ամեն ինչ վերջ, այս նավը կորավ։ Գերազանց է Ֆլինչ, նրան ոսկի է պետք, ճիշտ է, իմ ծովային ընկերների օգնությամբ մենք հեշտությամբ ցանցը կգցենք այդ ձկնիկին։ Այո ձեր ծողացող, իսկ քանի նրանք այդ կանեն, մենք ինչ պետք է անենք։ Դեռ չգիտեմ, գուցե ինչ-որ բան պատրաստվենք։ Может, приготовим пудинг? Լսիր, այդ ինչ սարք ես դու ճարել, ընդամենը գանձեր փնտրող սարք է,
Սարք, որը ստեղծել է ձեր խոնար ծառան, եթե այստեղ լինի մի կաթիլ անգամ ոսկի, սարքը նրան կգտնի։ Есть хоть капля золота, моя крошка его найдет. Լսիր, բոլորից ծանոթ գծություններից դու ամենա ոսկի հորքերում իմ հետևից Ֆերնանդո։ Հիմա մենք հարուստ ենք, դու պատրաստվում ես, դու ցանկանում ես ասել ջրի տակ գնաս։ Ես պինգվին եմ, ոչ թե էշ, ջուրը իմ երկրորդ տունն է, ես շտապ կվերադառնամ։ Դու համենայն դեպս էշ ես։ Չեմ հավատում, որ այդ ես եմ անում։ Միլեր, դա իրոք հիմարություն է, միթե դու կարծում ես, որ այդ ջրի տակ դու ոսկի կգտնես։ Ոչ, ես չեմ կարծում, որ կգտնեմ, ես գիտեմ, որ կգտնեմ։ Նայիր, ոսկի, ես գտա ոսկի, և այն բոլորի իմն են, իմը, այսինքն մերը։ Սպասիր, ինձ վատ կանխազգացում ունեմ։ Ոչ միտեղ բան չկա, որ ոսկին չբուժի, առաջ, Ֆերնանդո։ Էй, սպասիր ինձ, սպասիր։ Եթե դուք կարդաք այս գրությունը, ուրեմն դուք սխալվել եք, ինչպես ես, Հովնան։ Այստեղ օդը այն չէ, հողն էլ կարծես չոր է։ Այո, հետարքիր է, ինչու այստեղ ջուր չկա։ Ուշադրություն։ Երեխաներ, հայրիկը գտել է կորած փոքրիկին։ Գեղեցիկ ոսկի։ Ահա, իսկական, սեր։ Вот она настоящая любовь. Այս ինչ է։ Սովորական երկրաշարժ։ Обычный такой Անդերքի ցնցում ուղակի։ форм. Դա անդերքի ցնցում չէ։ Միրտը, սա քարանձավ չէ։ Ինչ ես դուրս ալիս։ Նայիր շուրջ բոլորդ, կերած ոսկորներ, նավի մասունքներ, սա փորի մեջ ենք, թանկագինս։ Եվ այդ բոլորը դու ցանկանում ես ասել, որ մենք կերակուրի փոխարինող ենք։ Ոչ, մենք ամբողջությամբ սնունդ ենք, չնայած այդ հրեշին վատ ճաշակ չունի։ Դա իրական է, մեզ այստեղ կուլ են տվել, իսկ դու կարծես չես նկատում։ Ավել լավ է հիշե ինչպես ընկանք այստեղ։ Знаю. Գիտեմ ես, ափսոսում եմ, շատ եմ ափսոսում։ Я не должен был брать. Ես առանց թույլտվության չպետք է վերցնեի նավը։ Ես գիտեի, զգում էի, որ դա ճիշտ չէ։ Հիմա ես դատապարտված եմ, միայն ոչ իմ ծաղկման տարիքում։ Ուշ չի արդյոք, որ դու զգում ես քո սխալը։ Այո, ես ցավում եմ, բայց ոչ միայն ինձ համար, ես քեզ էլ քաշից տվեցի այստեղ ինձ հետ։ Ինչ է կատարվում։ Սա վերջն է, մենք կմեռնենք, մահը մեր աչքի առջև է։ Жизнь промелькнула перед глазами. Սպասիր, այս բեկեմոտը այնպես է թափահարում, կարծես ինչ, կարծես ցանկանում է փռշտալ։ Բռնիր ոսկուց, այն քեզ թույլ չի տա թռչել։ Ֆերնանդո, ընկերս, սիրելի ընկերս, իմ թանկագին, բարի ընկերս, ես հաջորդն եմ, մայրիկ։ И я следующий. Мамулечка. Ինչ-որ բան որոշեցի, կապիտան։ Ոչ, ոչինչ պատանիս։ Մտածում եմ այն ինչ կարող ենք անել, դա սպասելն է և հավատալ։ Թանկագին արարիչ Աստված իմ, եթե ինչ-որ ձևով կարող ենք օգնել մեր ընկերներին, խնդրում եմ մեզ նշան տուր։ Пожалуйста, дай нам знак. Ֆերնանդո, վերադարձար, դու կարգին ես, ավելի շատ կենթանի, քան մեռած։ А где мой корабль? Իսկ ուր է նավը։
Իսկ Միլլարդը ինչ է նրան պատահել։ Միլլարդը ձգտեց ջրի տակ ոսկու եւ այդ պահին մեզ կուլ տվեց հսկա ծովային հրեշը։ Ծովային հրեշը։ Այո։ Եվ այն գետին մոտիկ էր։ Ես կարծես գլխի եմ ընկնում, թե ինչի մասին ես ասում։ Չնայած ոչ, սպասի, դու ասում ես, որ ձեզ կուլ էր տվել հսկա ծովային հրեշը, կավակախայից։ Շատ քչերն են հաջողվել դուրս գալ այդ հսկայի երախից, եւ ես դրանցից մեկն եմ եղել։ Միլլարդը կդառնա հաջորդ զոհը, եթե մենք ոչինչը ձեռնարկենք։ Ինչ կարող է անել կապիտանը, եթե նրա նավը հանգստանում է գետի մյուս ափին։ Կարծես միջոց կա նրան փրկելու։ Ինչպիսի Խոքսը։ Ես այստեղ մի սարք եմ ստեղծել, դա նավ է, ավելի շուտ սուզանավ։ Որտեղ է այն, ցույց տուր։ Այստեղ է, մոտիկ։ Здесь, она вот рядышком. Բայց գիտեք, դեռ նա ամբողջովին պատրաստ չէ եւ դեռ փորձարկված չէ, չգիտեմ, կարելի է նրան վստահել։ Можно ли на ней погрузить? Ոչ մի երաշխիք, գուցե դուք մտնեք առանց ինձ։ Может, вы пойдете без меня? Ոչ, միստր Խոքսա, մեր ընկերները դժբախտության մեջ են եւ մենք նրան պետք ենք։ Մեզ տրված է միայն մեկ կյանք եւ գուցե ոչ շատ երկար։ Սակայն ինչ ունենք, ինչ որ մերն է, մենք պետք է զոհենք մեր սիրելի ընկերոջ համար։ Գուցե մեզանից մեկը զոհվի, սակայն պինգվինը պետք է ապրի։ Եվ ինչ կասեք, միստր Խոքսա, գնմենք ձկնորսության։ Рыбалку! Բոլորը տեղերում պատրաստ։ Պին բռնվեք, գոտիներ ամրացրեք, մենք լողում ենք։ Վատ չէ, գնացինք։ Այո, տհաճ վայր է։ Դե որտեղ է այդ մենակյա թրեշը։ Ահա նա, մեռածի նման է։ Ինչու է նա նման մեռածի։ Կապիտան, կարծես նա խրացնում է։ Գուցե մենք ներս թողանք, երբ նրա բերանը բացվի։ Բայց չի մտածված էլի։ Մի քիչ խեղդող կլինի, բայց դա մեր միակ միջոցն է։ Դու պատրաստ ես, Խոքսը։ Мамочка, мамулечка! Не дрейф, Хокса! Դե առած, ծերուկ։ Давай, вперед, старина! Օ, հզոր արարիչ, Աստված իմ, ես սովորական պինգվին եմ, ես գիտեմ, որ սխալ եմ արել, գիտեմ, որ պատասխանատվությունից փախել եմ, բայց եթե դու օգնես ինձ դուրս գալ այստեղից կենդանի, ես այլևս այդպիսի բաներ չեմ անի, սակայն ծայրահեղ դեպքում կաշխատեմ այդպես չանել։ Օ ոչ, այս երկաթյա հրեշը եկել է իմ հոգու հետևից։ Мою душу! Ես չափից ավելի գեղեցիկ եմ, որ նրա գերին լինեմ։ Что? Ընկերներ, ես ձեզ սիրում եմ, ընկերներ։ Ребята! Դու ընկեր ես, ես արդեն մտածում էի, որ դու… Շնորհակալություն, Ֆերնանդո։ Спасибо, Фернандо. Շնորհակալ եմ, որ իմ հետևից երկաթե մարդով եկար։ Դե լավ, նորից արի։ Օ, մամա, ես արդեն մտածում էի, որ իմ վերջը եկել է։ Միլլարդ, սա հիշեցնում է ինձ մի պատմություն, որ ես տեսել եմ գրքի էջերում։ Մի մարդ, որին անվանում էին Հովնան, ցանկացավ փախչել նրանից, ինչ պատվիրել էր անել Աստված, եւ ցանկացել էր իր ցանկությունն անել, եւ վերջիվերջո նրան կուլ էր տվել մի մեծ գետ։ Իսկ ինչ պատահեց հետո։ Հետո երբ նա հասկացավ, որ ճիշտ ճանապարհով չի գնացել եւ շատ զղջաց, որ այնպես չի արել, ինչպես Աստված էր ծրագրել, նա ապաշխարեց, զղջաց եւ Աստված օգնեց նրան։ Եվ այդ օրից սկսած Հովնանը կատարում է Աստծո կամքը եւ կյանքը ավելի լավացավ, քան ինքն էր կարծում։ Ուրեմն ամեն ինչ հասկացա, Խոքսա, ուշ դուր, դեռ մենք շատ առաջադրանքներ ունենք катарելու։ Օй, կարծես նա գիտի, որ մենք այստեղ ենք։ Մտածում եմ արագ, պետք է դուրս գանք թանկագինս։ Нам чесать отсюда, дорогая.
Իմ հրամանով Ֆոքսը։ Раз, 1 2 3 դա հրաման էր, հասկացա։ Понял? полундра. Նա մեզ հետևում է եւ ցանկանում է նորից կուր տալ։ Իսկ ես ավելի արագություն չունես։ Կա, այն անվանում են քամու արագություն, ես այն երբեք չեմ օգտագործել։ Որտեղ է այն։ Այստեղ։ Ոչինչ չի օգնում։ Աղոթեք բոլորդ։ Այո, մենք դեռ կապրենք։ Ем. Նայեք այն կողմ։ Вон там. Ինչ որ բան է։ Какая-то штуковина. Ինչ է դա։ Что это такое? Ինչ։ Ես չեմ։ Кусок какого-то металла. Ոչինչ, անսովոր, երկաթի կտորներ են, թող իրենց համար լողան, գնանք այստեղից։ Դե սպասիր, 1 րոպե, այ քեզ հաջողություն, սա Ջուզեպեի մեքենան է, այն չի պայթել, ուղղակի թռել ընկել է ջուրը։ Այո, շատ տխուր պատմություն, արտասվելու չափ տխուր է, սակայն արդեն ոչինչ չես կարող անել, ոչինչ։ Ничего. Ֆոքսա, ես քո փոխարեն ամաչում եմ, գիտեմ, նա քեզ անհաջողություններ է բերել, սակայն Ջուզեպեն սիրում է այս մեքենան իր երեխայի նման, միթե չարժի այն հետ վերադարձնել։ Ոչ, այսինքն չգիտեմ։ Не знаю. Դե լավ, Ֆոքսա, թեկուզ դու չես ցանկանում այդ անել, բայց հավատա ինձ, ես արդեն գիտեմ ինչ է պատահել, երբ փախչում ես պարտասխանատվությունից, այն դրան արժանի չէ, ասում եմ քեզ։ Դե լավ, Ну ладно. իջեցնում ենք։ Ставим шлюпку. Нет. Ոչ, չեմ կարողանում հավատալ, իմ մեքենան պայթեց։ Բա, մեր ընտանեկան գործը վերջացավ։ Նրա հետ միասին։ Ինչ անենք հիմա։ Բեռնեք տղաներ, մենք համարյա հասանք։ Еще пару шагов. Եվս 2 քայլ, ես ձեզ կօգնեի, եթե ձեռքերս զբաղված չլինեին։ Այս պաղպաղակներով։ Все. Վերջ դրեք գետնին։ Ինչ։ Ես իմ աչքերին չեմ հավատում։ Глаза. Մամա միա, նայիր իմ փոքրիկիս։ Օ, ինչպես ես ձեզ շնորհակալ լինեմ իմ թանկագին ընկերներ։ Мои дорогие друзья. Գիտեք, սենյոր, դուք պետք է շնորհակալ լինեք Խոքսին։ Եթե նրա Սուզանավը չլիներ, մենք նրան երբեք չէինք գտնի եւ հանել ջրից։ Դու, քո Սուզանավը, իսկ ուր է քո սիրելի նավը, միթե այն ետ չես բերել։ Ты не привез ее назад? Ոչ, սակայն ես նրա վրա տեղադրել եմ տուն դարձի սակ եւ նա շուտով այստեղ կլինի։ Будет здесь. Օ, սենյոր Խոքսը, ես ցնցված եմ, ես չեմ գնահատել ձեզ։ Իսկ դուք իսկական ընկեր եք։ Դուք այնպիսի ծառայություն մատուցեցիք իմ ընտանիքիս։ Խնդրում եմ միայն ասա, ինչպես ձեզ վարձահատույց լինեմ։ Слуга моя и семья. Пожалуйста, только скажи, как я могу отблагодарить? Ну, Դե թույլ տուր նորոգեմ նրան։ ее починить. Օ, իհարկե։ Конечно. Սիրով, ես լրիվ հիմար էի, երբ հրաժարվեցի ձեր ծառայությունից։ Օ, սենյոր մեծ մեխանիկ, նորոգի նրան լրիվ նոր ձևով։ Превосходно. Հիանալի, ինձ պետք է միայն փոխել մի քանի դետալ շարժիչի վրա եւ հետո իհարկե Пищи, а потом, конечно... Օ, 1 րոպե։ Ես ասացի նորոգի, այլ ոչ թե մաս արա մեքենան։ Որպեսզի նորոգեմ, պետք է Ոչ, սենյոր, ես տեսնում եմ, որ դու մտածում ես խաբեբա, ներեք, ես համարյա ամեն բան փչացրեցի։ Я почти все испортил. Ես միայն ցանկացա օգնել։ Хотел помочь. Իհարկե, Խոքսը, ամեն ինչ լավ է, խնդրում եմ ների ինձ։ Ինձ համար մեծ պատիվ կլինի, եթե դու նորոգես իմ ընտանեկան հարստությունը։ Мой семейный реликвия. Спасибо. Շնորհակալ եմ, ընկեր։
Այսպես Միլերտը, Ֆոքսը եւ Ջուզեպեն սովորեցին գնահատել մյուսներին, իրենցից առավել։ Այսպես համառությունը սրտերում եւ հոգում մեր խիզախ որոնողները ուղևորվեցին կատարելու Տերերի առաջադրանքը եւ հզոր հանձնարարությունը տանելով գրքի իմաստությունը ամբողջ Պախապախաու կղզու բնակիչներին։